օրեր առաջ վստահ եմ մեր մշտական այսպես հերոստատողները եւ հավատարիմ հերոստատողները կհիշեն, որ Անուշը խոստացավ, որ մի օր մեր տաղավարում մեզ անակնկալ կսպասվի։ Եվ այդ օրը եկել է սիրելիներս։ Անակնկալ այն էլ կրկնակի անակնկալ, որովհետև այսօր համ Անուշը մենակ չէ, որովհետև նրան է միացել Լիլիթ Ղարիբյան, բարի լույս, եւ երկրորդը ինչ են պատրաստելու, դա երկրորդ անակնկալն է։ Այո, ինչպես խոստացել էինք, դուք ասացիք, որ ջայլամի ձու երբեք չեք փորձել։ Հիմա Լիլիթը բերել է ջայլամի ձու, ահա, խնդրեմ, տեսեք, եւ ինչ ես պատրաստելու Լիլիթ։ Պատրաստելու ենք ձվածեղ Անուշ ջան, ջայլամի ձվով։ Մենք Քանի որ ասացին Ռուբենուինը, որ երբեք չէին համտեսել, իսկ ես իմ գործողումներից մեկի ժամանակ համտեսել էի արդեն, խոստացանք, որ դուք այսօր ջայլամի ձվով ձվածեղ կուտեք։ Հրաշալի։ Ես ոչ միայն չէի համտեսել, ես երբևէ չէի տեսել։ Կարծես հուշանվեր լինի։ Ափսոս չի հիմա։ Լիլիթ, քանի կիլոգրամ եք շռում, բավականին ծանր է իդեպ ասեմ։ Մոտավորապես կիլոգրամ 300-400 գրամ է կշռում ու կեղևը բավականին նման է կերամիկայի, շատերը նույնիսկ չեն էլ հավատում, որ այն բնական ջայլամի ձու է։ Իսկապես հուշանվերի է նման։ Հիմա ցույց տանք ինչպես պետք է կոտրել։ Այո, համար մեկ հարց է, թե ինչպես պետք է կոտրել։ Շատերը պատկերացնում են, որ պետք է ինչ-որ ծակող գործիքներով, բայց մեզ պետք է մեծ դանակ, որի բութ հատվածով կսկսենք հարվածել իր վերևի հատվածին։ Այսպես փորձենք գեղեցիկ կոտրել։ Փշրվում է։ Նկատեք կեղևի հաստությունը Անուշ ջան, մոտավորապես 4 մմ-ի կարող է հասնել։ Այո, կարծես ափսե լինի իսկապես, ափսեի եւ կոտրվում է ափսեն, այսպես կոտրված ափսեի կտորները։ Ու նկատեք ներսում այսպիսի թաղանթ կա եւս։ Բնությունը այնպես է ստեղծել ջայլամներին, որ իրենք կանգնած ածելու դեպքում բարձրությունից երբ որ ընկնում է ձուն, չի կոտրվում։ Դրա համար պարտադիր պետք է Այսինքն ջայլամը կանգնած է ձուածում։ Այո, ջայլամները կանգնած են ածում։ Ինչու՞։ Անկեղծ ասած չեմ կարող պատասխանել։ Թող նստեն։ Երևի թե դժվար կարողանանք իրենց այդ հասցնել, որ իրենց նստած ավելի հարմար կլինի։ Հիմա փորձելու ենք ծակել եւ դուրս բերել ներսի պարունակությունը արդեն այստեղ։ Իսկ ջայլամները ինչ հաճախականությամբ են ածում։ Ածում են 10 օրը մեկ։ Հիմնականում իրենց ածը լինում է սեզոնային, համենայն դեպս մեր հայկական բնաշխարհում մեր կլիմայական պայմաններում։ Շատ հաճախ հարցում են, ասում են մեկ դեղնուց է, այո, մեկ դեղնուց է։ Անուշ ջան, խնդրեմ ինձ անձեռոցիկ տես։ Այո։ Ածը 10 օրը մեկ է լինում իրենց, սկսած 3 տարեկանից են ածում ջայլամները։ Հիմա այս մեկ ձուն պետք է լավ խառնել այս դեղնուցը։ Նշեմ, որ հավասար է մոտավորապես 24-ից 30 հավի ձվի իր չափով։ Դրա համար մենք այս մեկ ամբողջը մեկ թավայով չենք կարողանա պատրաստել։ Ես թավան դնեմ արդեն մի փոքր տաքանա։ Պետք է լավ հարենք, որպեսզի ձուլվեն իրար սպիտակուցը եւ դեղնուցը, ինչը բավականին հեշտ չէ։ Բայց շատ բարդ չէ, շատ արագ լուծվեց։ Մենք պետք է պղպեղով եւ լոլիկով գեղեցիկ զարդարենք ձվածեղը, դրա համար հիմա կկտրեմ ես ընթացքում։ Իսկ բացի ձվածեղից ամեն տեղ կարող ենք օգտագործել, չէ՞։ Այո, նույնիսկ թխվածք կարող եք պատրաստել ջայլամի ձվով, այսինքն մեկ ամբողջական ձվով կարող եք մեծ մոտավորապես 30 ձվանի թխվածք տորտ պատրաստել։ Ինչպես լավ հարսանյաց Իսկ մեկ ձված Համային տարբերություններ չկան խմորեղենի մեջ։ Չէ, ասեմ, որ սովորաբար օրինակ սագի ձուն կամ բադի ձուն ունեն տարբեր համային ինչ-որ խիտ առանձնահատկություն, բայց ջայլամի ձուն չունի։ Մենակ կարող է զգաք իր հագեցվածությունից, ինչքան արագ ինքը կհագեցնի, դրանից կարող եք զարու, ինչ-որ այլ ձու եք կերե։
Եվ հիմա քանի մարդ կարող է ուտել եւ հագենալ։ Մոտավորապես այս մեկ ձվով կարող ենք 15 հոգու հագեցնել։ 10-ից 15 հոգու։ Նշեմ նաև, որ հիմա կեսը եթե պատրաստեցինք, այն մյուս կեսը կարող ենք սառներանում 3 օր այդպես կոտրած պահել, այսինքն բավականին էլի խնդիր չի լինում, էլի սպառելու առումով։ Կոտրելուց հետո կարելի է 3 օր պահել։ Այո, փակ կոնտեյների մեջ կարող եք 3 օր պահել։ Համեմեցինք ինչպես տեսակ, աղով եւ պղպեղով։ Էլի շարունակենք հարել։ Մինչև դուք կհարեք, մի փոքր արևածաղկի յուղ ավելացնեմ։ Այո։ Եվ հետո կարագը։ Կարագը որպեսի չայրվի, լավ կլինի, որ մի փոքր արևածաղկի յուղ ավելացնենք։ Մենք պարմեզան էլ ենք տեսնում, Անուշ, պարմեզան Այո, վերջում մենք պարտադիր կավելացնենք նաև պարմեզան եւ լոլիկ ու պղպեղ։ Թաղան լավ արագ տաքացավ։ Այո։ Ջայլամները քանի տարի են ապրում։ Գրականության մեջ նշվում է մոտավորապես 75 տարի, բայց իրականում չեմ կարող ասել դա որքանով է համապատասխանում ճշմարտությանը։ Դե Որովհետև չենք թողնում միջև այդ։ բայց ջայլամի նիստել է, չէ՞, ուտելու։ Հիմա ուշադրություն։ Դրա համար չեն ապրում։ Ահա։ Մոտավորապես աչքաչափով կեսը լցրեցինք։ Եվ թողնում ենք այդպես, թե պետք Մի է քիչ անընդհատ թողնում ենք, խառնել։ հետո բարձրացնելու ենք տակից, որպեսզի այդ չեփված հատվածը գնա տակը եւ եփվի այսպես։ Ջայլամների միսը ուտում են, չէ՞, ճիշտ գիտենք։ Այո, ջայլամի միսը համարվում է հիմա ըստ միջազգային սննդաբանների աշխարհում թիվ 1 միսը իր սննդային արժեքայնությամբ, նույնիսկ գերազանցելով ճագարի եւ հնդկահավի մսին։ Հիմա անընդհատ այտենց կենտրոն եք բերում, Այո, որպեսզի մնացածը եփվի։ որ համաչափ փորձենք եփել ու կարողանանք հետո գեղեցիկ դուրս բերել իրեն ափսեի մեջ։ Իսկ ինչի՞ է պայմանավորված, որ օգտակար է ջայլամի միսը ավելի քան Ջայլամի միսը թե ձուն։ միսը։ Միսը շատ քիչ քանակությամբ խոլեստերին է պարունակում, ածխաջրերը քանակը 0 է, մեծ քանակությամբ սպիտակուցներ է պարունակում, մանգան, սելեն, ցինկ, բավականին հարուստ է միկրոէլեմենտներով, B12 խմբի B խմբի բոլոր վիտամինները գրեթե իր բաղադրության մեջ կա։ Ձուն իդեպ եւս շատ ավելի օգտակար է, հագեցած է մյուս թռչնատեսակի ձվերի համեմատ։ Օրինակ մենք մինչև եթերը խոսում էինք Լիլիթի հետ, թե էլ ինչ ձվով կարելի է, էլ որ թռչուն է, որի ձուն ուտելի է, այսպես ասած, բայց մեզ համար շատ անծանոթ է դա, որովհետև մենք սովոր ենք ընդհանրապես օգտագործել լորի ձուն, հավկիթը եւ վերջ, հիմնականում մեր առօրյայում դա է, բայց Կարծում եմ տարածվածության խնդիրն է ավելի շատ։ այո, Օրինակ ջայլամը, որ 10 օրը մեկ է ածում, սագի ձու, սիրամարգի ձու, բադի ձու, Սիրամարգի ձու զուգուզեք հաջորդ անգամ։ կարող ենք կազմակերպել։ Չէր ասես, որ պատրաստ չենք անել մենք բանականությամբ օժտված էակներս։ Բնության հետ, բնության մասնիկ լինելով։ Ինչ սիրամարգի ձու։ Դե հիմա սիրամարգը ձու է ածում։ Այո։ Իսկ Այսինքն- դուք փորձել եք երբևէ։ Իսկ համը տարբերվում է, այ հետաքրքիրը սիրամարգինը կամ Համը օրինակ սիրամարգինը տարբերվում է, ավելի մի քիչ սպეციფიկ համ ունի։ Այս ջայլամը հեսա կփորձեք կտեսնեք, որ չունի այդ սպეციფიկ համը։ Այո, ես օրինակ տարբերություն չեմ զգացել։ Մեկ էլ գիտեք, մինչև մեր եթեր դուրս գալը, երբ որ Լիլիթի հետ զրուցում էինք, հետաքրքիր փաստի նույնպես այսպես ականատես եղանք, որ ջայլամները ածում են 4-ից 5 ձու, երբ որ պետք է արդեն սերունդ տան։ Ու հայրն է նստում։ Թուղս։ Այո։ Մայրը գնում է ուտելիքի հետևից, ոնց որ նաև պինգվինների մոտ է։ Պինգվինների մոտ էլ հայրը գալիս է այսպես թուղս Պատրաստ քիչ թողնենք, հա։ Մայրը գնում է Նստակյաց կյանքով են ապրում։ ուտելիք հայթայթել։ Իդեպ որ թուղս է նստում, 45 օր նստում է։
45 Ցիկլը 45 օր է տևում, այո։ Բան է ուզում նայ կարելի Ես է։ օգնեմ, Մի քիչ էլ թողնենք։ շրջեք, մի քիչ է թողնենք։ Հա, սել թողնենք։ Ահա, ես այստեղ արդեն կտրեցի լոլիկը, պղպեղը եւ քերենք նաեւ պանիրը։ Մեկ հետաքրքիր փաստ եւս նշեմ, եթե ցանկանաք ջայլամիձուն խաշել, օրինակ զատիկին մենք այս տարի խաշը ներկել էինք, այն մոտավորապես ժամուկես 2 ժամ պետք է խաշվի։ Այ հիմա զգուշությամբ պետք է տեղափոխել։ Հրաշալի։ Կարծում եմ ստացվեց։ Այո, Այս ինչպես ենք անջատում։ ես կանջատեմ։ Մի փոքր շտկենք։ Ես կարծում եմ, մինչև երկրորդ մի հատ էլ ենք չի անելու։ Ոչ։ Վերջ։ Դե կարող ենք հետո անել, բայց հիմա արդեն Չէ, հիմա կարող ենք անել, մենք մի հատ գործ ունենք ուղղակի։ Մենք պետք է փոքրիկ դադար ունենանք եթերում։ Մենք այդ ընթացքում կարող ենք երկրորդն էլ պատրաստել։ Չեք ուզում։ կարող ենք Մենք իհարկե։ կգանք կպատրաստենք, եթե դուք չեք ուզում։ Մենք Ձերերս փոքրիկ դադար կլինի հենց այս բանի եթերում, մնացեք մեզ հետ, որից հետո կվերադառնանք, տեսնենք, եթե կստացվի համոզել Լիլիթին եւ Անուշին, երկրորդն էլ կպատրաստենք։ Մենք վերադարձանք տաղավար ու արդեն երկրորդն են մերոնք պատրաստում, չէ՞։ Այո, երկրորդն են արդեն պատրաստում։ Մենք ստիպեցինք նրան երկրորդը պատրաստել, Մեր աղամեստության համար կներեք։ Ուղղակի առավոտ լուսոն շատ մեծ թիմ է։ Այո։ Դուք էլ ասացիք 30 հոգի կարող է հագենալ։ Ամբողջ թիմը կարող է, այո։ Այնպես որ Ներքևի հարկից էլ մարդ կկանչի։ Ի նախաճաշենք։ ահա։ Եվ այստեղ դնենք նաև պղպեղներ, կարող ենք նաև իհարկե բանջարեղենը տապակել։ Մինչև մյուս կեսը կլինի։ Դու հասկանում ես, մեկ ձվով 30 րոպե ձվածեղ ես անում։ Բայց 30 հոգու համար Բայց 30 հոգու համար, այո։ Ինչքան օգտակար է։ Այո։ Վաճառքի կա, չէ՞, խանութներում կարելի է այսօր ջայլամիձու գտնել։ Կարծում եմ կա, այո։ Եվ այստեղ պարմեզան պանիր ենք ավելացնում։ Ու չորահացիկներ։ Ինչի ես ուզվում։ Չգիտեմ։ Որ ինչ է լինելու, երբ որ ինչ որ բան առաջին անգամ ես անում։ Երազանք պետքա բան։ Ջայլամը ով ապրում էր 70-ից 75 տարի։ Ով կարող էր ապրել։ Ով կարող էր ապրել մինչև 75 տարի, ում ձվի վրա թուղս է նստել որցը 40-45 օր, իսկ մայրն այդ ընթացքում փորձում էր ուտելիք հայթայթել ընտանիքի համար, ապագա զավակների մենք վերցրինք են։ Բայց ինչի ես այդ տեսանկյունից նայում։ Ջայլամը հատուկ մեզ համար է այդ ձունածել։ Որ մենք կյանքում առաջին անգամ փորձենք ջայլամի ձվի ձվածել։ Այո, որպեսզի մարդն ավելի առողջ լինի, որ ջայլամների մասին լավ հոգ տանի։ Ֆերմաներ, այսպես ստեղծի, ջայլամբուծի, այդպես։ Որովհետև մեզ բանրաժեշտ է չի ապրել, մենք ստեղծում ենք, արարում ենք, մենք վնաս չենք տալիս։ Մենք չենք վնասում։ Երբեք։ Հա, դա կարևոր է։ Շատ։ Բայց ուր հասանք։ Մեզ մնում է ավելացնենք այստեղ չորահացիկներ, որ կարող ենք ուղղակի չոր հացի վրա դնել եւ ուտել։ Կարող ենք եւ կտրել ափսեի մեջ սովորական ձվածեղի նման։ Իսկ լավաշով էլ չէ կարող ենք փորձել։ Ինչպես Իհարկե։ ցանկանում եք։ Ինչպես ցանկանանք։ Այսպես։ Վերջ։ Ավարտեցինք։ Շնորհակալություն Լիլիթ։ Մինչև սա պատրաստ կլինի, արդեն կարող ենք ասել Անուշ լինի եւ ձեզ հրավիրենք ի վերջո համտեսելու։ Շատ շնորհակալություն։ Փորձեք հիմա։ Հիմա մենք կշտապենք փորձելու։ Լիլիթին նույնպես ուզում ենք ասել շատ շնորհակալություն Լիլիթ, որ դուք մեզ այսօր հյուրընկալվեցիք ու զարմացրեցիք նաև ջայլամի ձևով, ջայլամի հետ կապված հետաքրքիր տեղեկություններ նաև ձեր շնորհիվ այսօր մենք իմացանք։ Մենք ձեզ միշտ սիրով կսպասենք։ Համեցեք, երբ որ ազատ ժամանակ ունենանք։ Վաղը կգամ։ Վաղը եկեք։ Շնորհակալություն, իսկ մենք երաժշտություն կլսենք, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։